Այսօրվա զրույցի կարմիր թելը Հայաստանում մեդիայի վիճակն է, այն վերահսկելու փորձերը։ Սամվել Մարտիրոսյանի հետ խոսելու ենք նաև մեդիագրագիտության մասին, որը իմ կարծիքով շատ խնդիրների լուծման բանալին է։ Լավ նորություններ ունեմ նրանց համար, ում հետաքրքրում է բիզնես կրթությունը։ Հունվարի 31-ից կսկսվի համաեվրոպական Executive MBA ծրագրի փաստաթղթերի ընդունումը։ Ծրագիրն առաջարկվում է Երևանում, բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի և Ստրասբուրգի համալսարանի կողմից, իսկ շրջանավարտները միանգամից ստանում են 2 MBA դիպլոմ։ Մինչև մայիսի 31-ը դիմելով կստանաք Early Bird զեղչ, որը կազմում է ընդհանուր ուսման վարձի 32%-ը։ Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք հեռախոսահամարով, որը տեսնում եք ձեր էկրանին։ Վերջերս հոդված էիր հրապարակել, Հայաստանում կարող է արգելափակումների հանձնաժողով ստեղծվել վերնագրով, որտեղ նշել էիր, որ կառավարությունը որոշել է ստեղծել գործընթացների և տեխնիկական լուծումների համադրվող մի համակարգ, որը թույլ կտա արգելափակել Հայաստանում չլիցենզավորված ինտերնետ շահումով խաղերի և դրանց նման հարթակները։ Առաջին հայացքից սա մեդիայի հետ որևէ կապ չունի և արի այս հարցին պատասխանենք, որտեղ ես տեսնում վտանգը, որ այս համակարգը կարող է տարածվել նաև լրատվամիջոցների վրա։ Մի քիչ հետ գնամ, եթե դեմ չես, դեռ 2015-ին այս նույն բանը եղել է։ Իհարկե էլի այտենց հասարակությունը առանձնապես ուշադրություն չի դարձրել։ Այն անգամ այդ հարցը քննարկվեց գոյություն ունի այդպես կոչված ինտերնետի կառավարման խորհուրդ։ Էլի այնց բանա, որ այդքան էլ հայտնի բան չի։ Այն ժամանակ ինքը կապի ու տրանսպորտի նախարարության կից էր գործում, հիմա ԲՏԱ եւ իմաստը այն է, որ խորհուրդը որտեղ մտնում է այդպես կոչված բազմաշահառու մոդել, հայերեն մի քիչ անհասկանալի է, անգլերեն էլ ավելի multi-stakeholder մոդել է կոչվում։ Իմաստն այն է, որ ինտերնետը այնպես բան չի, որ դնես ու կառավարես բառեսպուն իմաստով, այնքան խուճուճ երևույթ է, դրա համար աշխարհում տենց ընդունված ձև կա ներգրավել պետությունը, քաղաքասարակությունը, տեխնիկական համայնքը, ակադեմիական համայնքը ու բիզնեսը, այսինքն այն բոլոր շահառուները, եւ որպեսզի իրար մարդիկ խորհուրդ տան, որովհետեւ այնպես բան է, որ պետական այրերը կարող են ինչ-որ մի բան բստերեն, բայց մտներով էլ չանցնի, որ տակը մի հատ այնպես բան կա, որ ոչ մի ձևով տեխնիկապես օրինակ չի ստացվում։ Այն ժամանակ այս թեման մենք այդ խորհրդի մեջ բարձրացրեցինք եւ ոնց որ թե ջրվեց։ Հիմա էլի գլուխ է բարձրացրել, հետեւում շատ մի կողմից բարի նպատակ կա այնց անել, որ հայ ժողովուրդը ամբողջ օրը խաղամոլությամբ չտառապի, բայց ռեալ երբ որ խորանում ես թե սա ինչ է, ապա տեսնում ես, որ ստեղ կա լուրջ մի քանի խնդիր, ես չեմ հիմա ուզում խորանալ, որպեսզի հարցը շատ չշեղեմ նրա մեջ, որ օրինակ տեխնիկապես ինքը չլուծվող բան է ու հերթական են իրավական ցինիզմ առաջացնող բաներից է լինելու, որ օրենքը ընդունում են, ինքը չի աշխատում, որովհետև խաղամոլներ են, մարդիկ են, որոնք փախած ինչ գնում են Վրաստանում քարտ են հանում, որովհետև ստեղի բանկերը արգելափակում են փոխանցումները այդ դրսի կազինոներին, այդ ձևով ինչ որ փոխանցումներ են անում, բան ու այդ մարդկանցից սпасել չի կարելի, որ իրանք VPN 10 վայրկյանում չեն դնի, ու այդ հարցը շատ արագ չեն լուծի։ Հա, եթե մարդ այդքան խորացած է, որ ասենց չի կարողանում իրան պահել, որ իր գումարները չծախսի, VPN-ն ինչ է, ու այստեղ էլի մի քիչ էլ շեղվեմ, Արցախում իրականում սա շուտվա թեմա էր, եթե կհիշես, այնտեղ տարիներ առաջ չեմ հիշի քանի տարի առաջ, բայց ռեալ այդ ամեն ինչը արգելափակվեց։ Որպես հետևանք ուղղակի բոլորը անցան այդ VPN-ների տոռ էին օգտագործում ավելի փախած բաներ, ու մեկը հարցը լուծում չստացավ։ Ես անցյալ շաբաթ արցախցի լրագրողների հետ տրեյնինգ էի անում, ու հենց այս հարցը բարձրացրեցի, իրանք բոլորը վկայեցին, որ հարցը արգելափակումներով ոչ մի լուծում չստացավ։ Հիմա վերադառնանք այս հիմնական մտավախությանը, այն է, որ այսօր Հայաստանում փաստացի մենք ունենք հետևյալ իրավիճակը։
Չկա օրենքով կարգավորում արգելափակումների մասին ընդհանրապես։ Այսինքն մեծ հաշվով ոչինչ չի կարելի արգելափակել։ Չնայած մենք բոլորս լավ գիտենք, որ արգելափակումներ եղել են։ Օրինակ TikTok-ը 20 թվականին արգելափակվել, 22-ին, բայց փաստացի դա եղել է ապօրինի գործողություն, ընդ որում այնտեղ շղթանել դժվար է բռնել, հա, ով է հրամանը տվել, այդ ամեն ինչը գրավոր չի, բանավոր է, որտեղ օրենքով չի եւ այլն։ Այսինքն մի կողմից մենք ունենք իրավիճակ, որ արգելափակել այսօր ոչինչ չի կարելի օրենքով, մյուս կողմից մենք ունենք տենց առատավոր պրակտիկա, որ ներքին զանգով դա արվում է, ինչը շատ վատ է, հա, այսինքն փաստացի պետությունը ինչ որ լավ բաներ է փորձում անել, բայց խախտելով օրենքը։ Երկրորդ հարցը նրանում է, որ հիմա առաջարկվում է ունենալ հանձնաժողով միջգերատեսչական, որը բացարձակ ոչ մի վերահսկողություն չունի, այսինքն կա վերահսկողություն, վարչապետն է ստեղծում, բայց դա ես վերահսկողություն չեմ համարում։ Մեկը պետք է մեկնել վարչապետի վերահսկի, հա։ Եվ այդ հանձնաժողովը փաստացի առաջին անգամ ստանալու է հնարավորություն լեգիտիմ, այսինքն ինքը ունենալու է ռուբիլնիկ, որով կարողանալու անջատել ինչ-որ կայքեր։ Երբ որ մենք խոսում ենք, որ մեկը չի օգնի խաղամոլները քաշում են VPN, բայց դա խոսքը գնում է այն մարդկանց վրա, որոնք խորացած են։ Մարդկության եւ մեր հասարակության մեծամասնությունը այդ ամենից գլուխ չի անում, այսինքն եթե սկսեն արգելափակել ուրիշ բաներ, մարդկանցից շատերը չեն իմանա ոնց շրջանցեն։ Ուղղակի չեն էլ հասկանա, որ արգելափակած է, ուղղակի կբացեն, կտեսնեն գրած այս էջը գոյություն չունի ու դրանով կեզրափակվի։ Հիմա եթե դու ստեղծում ես հանձնաժողով, ընդ որում այդ հանձնաժողովը բավականին լուրջ լծակներ ունի, այսինքն պրովայդերներին տուգանքներ է հասնում, երրորդ տուգանք արդեն 3 միլիոն դրամ է մի չարգելափակված կայքի համար։ Հիմա պատկերացրեք ինչ կլինի, օրինակ եթե մի 10 հատ կայք չփակեն։ Եվ այսինքն դու արդեն ունենալու ես համակարգ, դու ունենալու ես օրենք, որը պարտադրելու է, դու ունենալու ես պատժամիջոցներ, տուգանքներ, պլյուս փաստացի պրովայդերները ստիպված են լինելու գնել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան այդ արգելափակումները անել։ Այսօր այդ արգելափակումները լուրջ ձևով մեր պրովայդերների մեծամասնությունը չեն կարող անել, որտեղ մենք ունենք 200-ից ավել ինտերնետ մատակարարող պրովայդեր, մեծ մասը փոքր են, ինչ որ գյուղային փոքրիկ քաղաքի համայնքի մակարդակով, ու իրենք այդ հնարավորությունները չունեն։ Այդ սարքավորումները, այդպես կոչված DPI-ները, կան միայն ներդրված բջջային օպերատորների մոտ, ընդ որում միայն բջջային ինտերնետի հատվածում։ Այսինքն, եթե իրանք գնան այդ ուղղությամբ, այսինքն այս օրենքը ընդունեն ստիպված, իրանք ստիպված կլինեն նաև բոլորը գնել սարքավորումներ, որոնք շատ թանկ են իմիջիայլոց։ Դա էլ կբերի ծառայությունների այդ միանշանակ ինտերնետի գինն էլ կբարձրանա, այդ ես չեմ էլ քննարկում, բայց մենք ունենանք հետևյալը, ունենք հանձնաժողով, ինչ որ մարդիկ, որոնք ունեն ամբիցիաներ ազգը փրկելու ռուբիլնիկի միջոցով։ Մենք ունենք ռուբիլնիկը, մենք ունենք պատրաստ ինֆրաստրուկտուրա եւ օրենք, որը այդ ամեն ինչը լեգիտիմացնում է։ Ինչա լինում հետո։ Մենք իհարկե չենք կարող ասել Հայաստանում ինչ կարող է լինել մեծ հաշվով, գուշակ չենք, բայց կարող ենք հիմնվել եղած փորձի վրա։ Հայկական փորձի վրա չեմ կարող հիմնվել, որտեղ չունենք այդ բանը, բայց կան մեծ մտերիմ Ռոսկոմնadzor։ Ու այստեղ հիշացնեմ, օրինակ, որ մեր նախկին գլխավոր դատախազը գործից գնալուց առաջ ասում էր, որ Հայաստանին պետք է Ռոսկոմնadzor-ի նման մի կառույց եւ հասարակության մեջ կա բավականին մեծ հատված, որը ուզում է այդ ցենզուրան, ուժեղ ձեռք, Ստալին, լավ մենեջմենտ եւ այլ։ Ռոսկոմնadzor-ը դա ով չգիտի, դա Ռուսաստանում կառույց է, որը զբաղվում է ինտերնետը բարի դարձնելով ըստ իրանց թղթավարության։ Եվ երբ որ իրանք ստեղծվեցին, այնտեղ կար բան։ Իրանց գործառույթներ այդ խաղամոլության դեմ պայքարելը
էլ ավելի լավ բաների, թմրադեղերի դեմ պայքարը, որպեսզի օրինակ հասանելի չլինեն նյութեր, թե ոնց պատրաստել տանը թմրադեղեր, հա։ Եվ երրորդը էլ ավելի լուրջ բան, երեխաներին հեռու պահել ինքնասպանություններից, այդ ձևի կայքերը արգելափակել եւ այլն։ Ինչ ունեցանք մենք 1 տարի հետո, էլ չասեմ հիմա։ Ռոսկոմնadzorը դա գլխավոր գրաքննիչ մարմինն է, որ արգելափակել է ամեն ինչ։ Facebook-ը, Instagram-ը, բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, բոլոր արտասահման հայաստանյան լրատվամիջոցներ կան արգելափակված Ռոսկոմնadzorի կողմից Ռուսաստանում, որովհետև ինչ որ մի հատ հոդված են գրել, որը դուր չի եկել ինչ որ մի հատ գողականի։ Արդյոք մենք այդ ճանապարհով կգնանք, վտանգները շատ մեծ են, որ մենք այդ ճանապարհով կգնանք։ 1, երկրորդը չկա ոչ մի զսպող մեխանիզմ։ Այդ հանձնաժողովը օդում կախված ինքնուրույն ինչ որ մի երևույթ է, որին արգելանքներ չունի։ Օրենքները կասեք հապես թե օրենքում գրած ամենակ սա, շատ արագ կարելի է մի հատ նոր օրենք մտցնել, առավել ևս երբ որ կառավարությունն ու ազգային ժողովը փաստացի իշխանության բաժանում չկա այդ ճյուղերի միջև, հա, շատ սիրուն խողովակով վզվզնյակ է այդ ամեն ինչը։ Դու ասացիր, որ հակազդեցություն չկա, այդտեղ զուգահեռ եմ ուզում անցկացնել 2015-ին, ասացիր, որ փաստորեն այդ ներքին հակազդեցության շնորհիվ ստացվեց դա չեղարկել կամ օրակարգից հանել, այսօր այս թեման առհասարակ քննարկվում է եւ կա որոշակի միտում, որ սա եւս կարող է, այսինքն քո մեկ հոդվածով չի սահմանափակվում։ Հիմա այդ նույն համայնքը, որը 15 թվին դեմ դուրս եկավ, էլի կա, էլի այդ քննարկումները գնում են։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնել, որովհետև դեռ ոնց որ ներքին խոհանոց է եւ չվնասեմ էլ։ Բայց հիմա վտանգը, որ ես կընդունվի, ավելի մեծ է, որովհետև կոնկրետ վարչապետը այս խաղամոլության դեմ ունի ռեալ ցանկություն այս ամենի դեմ պայքարել։ Իսկ լուրջ գործիքներ փաստացի չեն կարողանում առաջարկել, մնում է այս արգելափակելը։ Իրականում այս ամենի դեմ արդեն ինչ որ չափով պայքարը գնացել է, որովհետև ես տենց թեթև խոսեցի, որ բանկերը իրականում այսօր թույլ չեն տալիս հեշտ հանգիստ փոխանցել գումարները դրսի բուկմեյքերներին կամ կազինոներին, ներսի կազինոներն ու բուկմեյքերները արդեն կարծես թե օրենսդրորեն տարել են դեպի այդ պատասխանատու գեմբլինգի այդպես կոչված, այսինքն իմաստը այն է, որ մարդ չկարողանա տունը տեղը կրվել, ու օրինակ իմ համար անհասկանալի է, երբ որ այդ բանը դրվում է, այնտեղ նաև բանա, չէ, բարձաբանում է լինում, թե ինչու է, ոնց է եւ այլն, հայտնի չի, թե ինչ քանակի մարդկանց մասին է խոսքը գնում։ Այսինքն կարող է մենք մի 1000 հոգու համարենք, մեր ինտերնետի գինը բարձրացնում, մեր այս դեմոկրատական ուղին, որը հիմա կա չկա, բայց փորձում ենք ել ավելի շեղել, մեծ հաշվով չկա բացատրություն, թե ինչ քանակի մարդկանց մասին է խոսքը։ Մենք տեսել ենք, որ ասում են, այսքան միլիարդ դոլար Հայաստանում շրջանառություն կա գեմբլինգի, բայց առաջին դարին տվյալներ են այս բանկային արգելափակումները պարզ չի ինչքանով են ազդել, վերջը պարզ չի, թե ինչքան մարդ է ներգրավված ռեալ, կարող է իսկապես շատ փոքր քանակի մարդկանց մասին է, որոնք խաղում են դրսի վրա։ Ներսի վրա խաղացողներին այս օրենքը չի սահմանափակելու։ Նենց որ մեծ հաշվով մենք ինչ որ քայլեր ենք անում, որոնք այդքան էլ անհասկանալի են, պլյուս չմոռանանք, որ վերջը օրենքը պետք է լինի վերջին լուծումը։ Միջանկյալ ինչ որ բաներ կան, հա, ինչ որ հանրային արշավներ են, քարոզչությունը, այն այդ ամեն ինչը չարած միանգամից ստեղծում ես հանձնաժողով։ Հանձնաժողով բառը շատ վախանալու բառ է, էլի, որտեվ մարդիկ պարապ են մնալու, նույնիսկ եթե միտումնա որ ցանկություն էլ չլինի ցենզուրայի տանելու, եթե դու ստեղծում ես մարմին ու իրան տալիս ես լիազորություն,
այդ մարդիկ սկսում են փորձել ապացուցել տիեզերքին իրենց գոյության կարևորությունը, էլ։ Եթե գանք զուտ հա լրատվամիջոցներին եւ այդ դաշտին, մի կողմից մենք երևի ունենք աշխարհում ամենալիբերալ վիճակներից մեկը, հա, որը ըստ էության on-line լրատվամիջոցները Հայաստանում որևէ ձևով չեն կարգավորվում, չեն գրանցվում, նախկինում եթե 90-ական թվականներին, որպեսզի դու լրատվամիջոց կոչվելու իրավունք ունենայիր, պետք է գնայիր Արդարադատության նախարարություն եւ այնտեղ քեզ գրանցեին որպես լրատվամիջոց, շատ վաղուց դա չկա։ Եվ մի կողմից շատ լավ է իհարկե, որ մենք ունենք այդ լիբերալ վիճակը, մյուս կողմից կարծում եմ, որ ամեն տարի հասկանալի է դառնում, որ այնուամենայնիվ ինչ որ մի կարգավորում պետք է եւ այստեղ գալիս է այդ բաղցյալ, հա, ոսկե միջինի բանը, որը միշտ դժվար է գտնել։ Կն ինչպես անել, որ կարգավորումը չդառնա գրաքննություն եւ ինչպես անել, որ դա զուտ ֆորմալ բան չլինի։ Հիմա քո կարծիքով կա ինչ-որ այդպիսի մի ֆորմուլա աշխարհում, որը մենք կարող ենք վերցնել եւ տեղայնացնել պայմանական, որ օրինակ 25 տարվա պատմություն ունեցող Մեդիամաքսը եւ ինչ-որ մի կայք, որը ստեղծվել է 3-1 հոգու կողմից, իրավական հարթության մեջ, նույն հարթության մեջ չգտնվեն, այսինքն որոշակի տարանջատում հնարավոր լինի անել։ Բարդ հարց է, ինձ թվում է աշխարհում այտենց միջին լուծում գտնող չկա։ Այսինքն կամ փորձում են գնալ ավելի տոտալիտար տարբերակներով, սա խնդրեմը ինտերնետն է, որովհետև լրատվամիջոց կարելի է ստեղծել ու ոչ ոք չիմանա, թե ովքեր են հետևը կանգնած։ Հիմա ես ու դու կարող ենք կայք, կարող ունենք այդ կայքը, մարդու չենք ասում, հա։ Եվ գտնել թե ով է տերը, հələ որ մի հատ էլ կանչես, հրավիրես ու լիցենզավորես, շատ դեպքերում հնարավոր չի։ Ու այստեղ միշտ գլուխ են բարձրացնում նրանք, որ ասում են ուրեմն պետք է արգելափակել։ Եթե չես կարողանում ու ինքը վատն է, դիր արգելափակի։ Եվ մեր դեպքը էլ ավելի բարդ է, որովհետև մենք ունենք սփյուռք։ Եվ կան սփյուռքի լրատվամիջոցներ, այսօր ընդորում գնալով աճում են, որոնք նույնիսկ բառից բուն իմաստով լրատվամիջոց չեն, օրինակ կա The Armenian Report, որը սկսել էր որպես Instagram edge, ու կայքը վերջերս են նոր գործարկել, հա, բայց ինքը փաստացի լրատվամիջոց էր մեծ լսարանով, եւ շատ անհասկանալի է, թե այս ամեն ինչը ոնց կարգավորել ու այն որ դա ռեալ բարդ է, մենք տեսնում ենք շատ վառ այսօր այս ռուս-ուկրաինական փորձի վրա։ Այն երկրները, որոնք տասնամյակներով, դարերով իրանց ասում են, որ մենք ժողովրդավարական ենք եւ այլն, դրին ու սկսին արգելափակել ռուսական լրատվամիջոցները, աչուձախ։ Ու հիմա բարդ հարց է, իրանք դա ճիշտ են անում, թե չէ։ Իսկն լավ կարգավորման օրինակներ կարելի ասել չկան, կամ լրիվ լիբերալ է, կամ շատ խիստ վերահսկողություն։ Իսկ այսօր ավելի շուտ հիստերիկ, այսինքն ոնց որ վերցնում ես Եվրոպան, էլի, մնում են մեկ էլ ինչ որ հիստերիկա է մեջ անգլում ինչ որ մի երկիր, ինչ որ երկրներ կան, որը պերմանենտ հիստերիկայի մեջ են, օրինակ մերձբալթյան երկրները, հա, անդադ ինչ որ լրագրող են բռնում, արտաքսում են, այս արգելափակում են, բան են անում եւ այլն, ու կա օրինակ եսիմ ինչ որ Ֆրանսիա կամ Գերմանիա, որը ինչ որ պարբերաբար մեկ էլ դնում ինչ որ մի բան փակում է։ Ես տենց շիզոֆրենիայի մեջ եմ հայտնվում, օրինակ ես VPN-ով եմ հիմնականում մտնում ինտերնետ, այդ կարևոր չի, բայց եթե օրինակ ինչ որ միտեղ հղում է ռուսական լրատվամիջոցի, պետք է անջատես VPN-ը, որովհետև դու դուրս ես եկել VPN-ով ինչ որ եվրոպական երկրով, ընդերով չես կարողանում կարդալ։ Ես առաջ VPN-ը ընկալվում էր որպես արգելափակումների շրջանցման միջոց, հիմա հակառակն է դարել, այսինքն դու պետք է VPN-ը անջատես, որ կարողանաս կարդալ ռուսական մամուլը։ Հիմա լավն է, վատն է, այդ մի կողմ թողենք, բայց աշխարհը վերջապես հասկացավ, որ ինտերնետը դարձնում է շատ հարցերը անկառավարելի բառից բուն իմաստով օրենսդրական միջոցներով, որովհետև
քո օրենքները աշխատում են մենակ քո տարածքում, իսկ ինտերնետը միջսահմանային երևույթ է։ Ու այս արգելափակումներն էլ չեն աշխատում, էլի, որովհետև ենթադրենք Telegram-ով են իրանք սկսում այդ ամեն ինչը գրել։ Telegram-ն էլ, ինչպես գիտեք, այդ նույն Ռոսկոմնadzor-ը մի տարի փորձում էր արգելափակել, վերջը բան չկարողացան անել, նորից բացեցին։ Նախորդ շաբաթ հունվարի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի ունեցել քննարկում նվիրված բաց կառավարման գործընկերության նախաձեռնության շրջանակներում մշակված տեղեկատվության ազատության եւ հանրային տեղեկությունների մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ եւ հիմնականում եւ նաեւ դատելով լուսանկարներից այս քննարկմանը ներկա են եղել պետական շահագրգիռ մարմինների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ չեն եղել եւ մի քանի լրատվամիջոցների ղեկավար եւս որոշակի մտահոգություն, մտավախություն են հայտնել, որ ինչ որ մի բան է նախապատրաստվում, մեր դաշտը ուզում են կարգավորել առանց մեր կարծիքը հարցնելու։ Տեղյակ ես արդյոք ինչ փոփոխություններ են նախատեսվում։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ քննարկում ա եղել ընդհանրապես, այդ քննարկման մասին իմացա քեզանից փաստած։ Իրականում հիմա լայն մասշտաբով փոփոխություններ կարելի է սպասել, որովհետև նաև ընդունվել է բանը ապատեգատության դեմ հայեցակարգը, որը կարող անունը մի քիչ սխալ եմ ասում, այս մի թևն է, ու մյուս թևը, որտեղ էլի այս տեղեկատվության ազատության հետ կապված էլի փոփոխություններ կան, դա կիբերամտանգության մասին օրենք է վերջապես ստեղծվում։ Այդ օրենքը արդեն եսիմ քանի անգամ թաղվել է, նորից էքսգումացիա եղել եւ այլն, վերջապես ինչ որ հույս կա, որ կընդունվի, բայց մեծ հաշվով այստեղ ես պետք է ասեմ ամենամեծ խնդիրը ու լավ է որ sense քննարկում ա եղել գոնե հայկների հետ։ Բոլոր օրինագծերը հիմա արվում են sense։ Իդրաֆտում հիմնականում դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին հայտնվում են օրինագծեր։ Պետական կառույցների հետ որ խոսում ես, իրանք բացատրություն ունեն։ Իրանք ասում են, որ մենք պետք է պլանով այս տարվա մեջ անեինք, մինչև վերջ հասցնում ենք, չենք հասցնում, վերջը դնում ենք տարվա վերջ։ Բայց իդրաֆտով էլ տեղադրվում է, գրվում է 14 օր ժամանակ կա կարծիք հայտնելու։ Այդ 14 օրը ընկնում է, պատկերացրեցիր, չէ՞, տոների վրա։ Ու հետո ասում են մենք քննարկում արեցինք։ Իդրաֆտը ինքնին շատ թույն գործիք է, հա, որ բոլոր օրինագծերը այտենց տեղադրվում են, այդ նույն տեղեկատվության ազատության օրինագիծը այնտեղ կա։ Եթե այստեղ ինչ որ նոր տարբերակ չի քննարկվել, որը ես չգիտեմ։ Բայց ինքը պետք է հանրային քննարկման ինչ որ մի մասը լինի։ Ոչ թե միակ։ Այո, ոչ թե միակ։ Եվ քանի անգամ է եղել, հիշում եք այն օրինակ մի հատ հայտարարակ օրինագիծեր էլի անցյալ նախանցյալ դեկտեմբերին ռազմական դրության ժամանակ ուրեմն սա էլի արգելափակման հնարավորություններ էին մտցնում, ինչ որ մարազմի հասնող բաներ կային գրված, որ օրինակ ռազմական դրության ժամանակ հաղորդումներ պետք է լինեն միայն ռազմահայրենասիրական։ Ու եթե տենց չի, ուրեմն լրատվամիջոցից կարող էր արգելավել ամբողջ տեխնիկան եւ այլն, ընդ որում չէր գրած ինչ անշանում ռազմահայրենասիրական։ Այսինքն կարող է եղանակի բանտաս տեսություն ու երաժշտությունը հետևի ֆոնին լինի ինչ որ տենց Բեթհովեն, ասեն էս ինչ հայտարարություն է, ոչ երաժշտությունն է ռազմահայրենասիրական, ոչ եղանակը ու կամ փակեն քեզ։ Ու այդ օրինագիծն էլ, որ էլի իդրաֆտում հայտնվեց, ինչ որ լիքը մարդ բուդն ու բլինչիկը թողեց, սկսեց այս հարցը բարձրացնել։ Հետո ես հատուկ հարցում արեցի, էլի ոչ մի մարդու, չնայած ասում են մասնագետների հետ քննարկել ենք, բայց երևի ենթադրում եմ որ պետական կառույցներում եղած փորձագետներն են եղել այնց պաշտոնատար համայնքից ոչ ոք ներգրաված չի եղել նախնական քննարկմանը, հա։ Հիմիկվա այս բոլոր օրինագծերի խնդիրը դրանում,
ու սկզբունքորեն լավ է, որ այս տեղեկատվության ազատությանը գոնե ինչ որ մի հատվածը համայնքի ներգրավել է, բայց իհարկե լավ չի, որ լրատվամիջոցները չկան, որովհետև փաստացի այնտեղ կարևոր կետեր կան, որոնք անընդհատ վատթարանում են, էլի, այդ հատկապես կախված գաղտնի, գաղտնազերծման, տեղեկատվության բանը, որը իմիջիայլոց շատ պրոբլեմատիկ երևույթ է։ Այսինքն մի կողմից տեղեկատվության ազատության օրենքը մեզ մոտ լավն է, ու ով չգիտի, մենք աշխարհում երևի 21-րդ, թե 22-րդն ենք եղել, որ ընդունել ենք։ Այս շատ շուտ 2002-ին երևի ընդունեցինք, թե ինքը այն ժամանակ շատ անսպասելի էր, որ Հայաստանը ընդունեց, բայց խնդիրը ինչումն է, այստեղ տրամադրվում է տեղեկատվությունը, որը բաց է։ Ամենամեծ խնդրեմը այն է, թե ինչն է փակ ու ինչը պետությունը կարող է փակել։ Ու այստեղ մենք ինքդ էլ գիտես, տարի գնում ենք դեպի ավելի մեծ սահմանափակումներ։ Չեմ սխալվում, այդ ծառայողական գաղտնիք եզրույթը ներմուծվեց, որը եւս այդպես ցանկացած ձևով կարելի է մեկնաբանել։ Ոնց կարող ես մեկնաբանել ու էլի գալիս ենք այն ամենագլոբալ խնդրի։ Ոչ մի վերահսկողություն չկա։ Այսինքն կամայական թղթի վրա ինչ որ չինովնիկ կարող է գրի ծառայողական կամ ուղղակի գաղտնի կամ հույժ գաղտնի եւ վերջ։ Այսինքն ոչ ոք չի կարող գալ ասել մի հատ տղա ջան կամ ծոցա ջան, մի հատ դուր ես նայեմ, արդյոք դու կարող ես դու օրինակ կոռուպցիոն գործարք ես արել, որեն գրիֆը դրել ես ու սիրուն կողք ես դրել։ Ու օրենքն էլ փաստացի ասում է, որ օրինակ գաղտնի տեղեկատվությունը պետք է 10 տարին մեկ գաղտնազերծվի։ Ես այս վերջի մի քանի տարին չեմ հետևել ճիշտ ասած, բայց տեղեկատվության ազատության կենտրոնը ամեն տարի վախտին կայքի վրա կարելի է նայել։ Դիմում էր բոլոր պետական մարմիններին, ուրեմն խնդրելով տրամադրել այն փաստաթղթերը, որոնք իրանք գաղտնազերծել են այդ 10 տարվա սկզբունքով։ Այնտեղ նշեմ, որ հույժ գաղտնին 30 տարի է, ընդ որում կարող է երկարացվել, եթե ինչ-որ հատուկ որոշում կայացվի։ Ես հիշում եմ մի տարի ԱԳՆ-ն մի հատ փաստաթուղթ էր գաղտնազերծել, մի տարի բանակը 2 էջ էր գաղտնազերծել։ Ու հասկանում ենք, չէ՞, որ ակնհայտ այդքան քիչ չի։ Այսինքն մենք ունենք լուրջ խնդիր, տեղեկատվության ազատության օրենքը դառնում է շիրմա, եթե դու չես հետևում, թե ինչը կարող է գաղտնագրվի, դու փաստացի կարող ես իրուն մարդկանց ինչ որ ապուշ բաներ պատմես 5 աշխատանքային օրվա մեջ, բայց այն կարևոր բաները սա փակես։ Ոնց որ այն էթիկայի հանձնաժողովի բաները վախտին բացեր, չէ՞, թե ով ինչ բնակարան որտեղ ունի չինովնիկները, որ իրանց հայտարարագիրը բանային, անում, սա համարյա սա փակել են։ Եվ այս հետևի հատվածը, որը քիչ քննարկվող է, ավելի կարևոր է, քան այն թե այնտեղ քանի փոփոխություն կլինի ինչ որ զուտ գործընթացների շտկման տեսանկյունից։ Ու ես օրինակ հիշացնեմ WikiLeaks-ի ամենամեծ սկանդալը ինչից սկսվեց, երբ որ իրանց ձեռքը ընկավ 250,000 կարծեմ հեռագիր պետդեպից, դեսպանատներից, պետդեպ ու պետդեպից դեսպանատներ։ Ու շոկը ամերիկյան հասարակության ինչն էր, որ իրենք գաղտնի էին պահում, օրինակ ինչ որ դեսպանը թեյ խմել եսիմ ում հետ։ Ու այդ եսիմ ումը նենց չէր, որ օրինակ Ուզբեկստանում կային դեպքեր, երբ որ ընդդիմադիրների հետ թաքուն հանդիպում էր, այդ հասկանալի է, այդ մարդկանց ինքնությունը պահպանել, բայց փաստացի ամերիկյան հասարակությունը ասեց, այս ո՞նց եղավ, դուք ամեն ինչ գաղտնագրում եք, այսինքն դուք հասարակությունից թաքցնում եք ձեր գործունեությունը, այլ ոչ թե պաշտպանում եք երկրի անվտանգությունը զուտ, էլի։ Իսկ մեր մոտ էլ գործընթացը տենց էլ գլուխ չբարձրացրեց, էլի։ Եթե փորձենք իմի բերել, հա, այն ինչ որ միջև այս պահը քննարկեցին, կարող ենք ասել, որ իշխանության կողմից կա հստակ ցանկություն
մեդիայի ազատությունը սահմանափակելու, ուղղակի դրա մասին բարձրաձայն չի ասվում եւ շուտ այդպես տարբեր քայլերով ի վերջո, բայց գնում է դեպի դա։ Դե տեսեք, հիմա շատ ընդհանրացված իմ կարծիքով կամայական իշխանություն ուզում է մեդիան սահմանափակի։ Դա շատ պարզ բան է, ոնց որ կամայական անվտանգության ծառայություն ուզում է ամեն ինչ գաղտնագրի, կամայական բանակ ուզում է ամեն ինչ գրաքննի ռազմական դրության ժամանակ։ Դա իրենց գործառույթներից բխող է ու ես ոնց որ մեղադրես վագրին, որ միս ահոտում։ Այստեղ հարցը հակառակ հակակշիռներն են, որը մեր երկրում փաստացի շեղվել են, խախտվել են, որովհետև քաղաք հասարակության մի մասը ու մեդիայի մի մասը վերցել գնացել է կառավարություն, վերևից ներքև, ազգային ժողով, հա, ու հասարակական կազմակերպությունները երկար ժամանակ փաստացի շատ բաների հանդեպ տոլերանտ էին։ Հիմա էլ չնայած գնալով այդ փոխվում, հա, վառ օրինակ հենց արգելափակումների հետ կապված։ Ինչու է ինձ օրինակ էս մտահոգում, այդ հանձնաժողովը չի մենակ մտահոգում, այլ ամբողջ կոմպլեքսը։ Տես 2020-ին պատերազմի ժամանակ, պատերազմը ես մի կողմ եմ թողում, ամեն ինչ էլ կարող է լինել, բայց պատերազմից հետո մինչև 2021-ի ապրիլ-մայիս ընդհուպ Հայաստանում արգելափակված էին ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները։ Հիմա էլ մի շարք պրովայդերներ շարունակում են դա անել։ Ակնհայտ օրենքի խախտում էր։ Հիմա ես մի կողմ եմ թողում, հիմա թշնամական լրատվամիջոցներ են եւ այլն, օրենքի խախտում էր։ Քաղաք հասարակությունը ոչ մի բառ դրա մասին չէր խոսում։ Ես դա ասում եմ էգոիստական բանից ելնելով, հեսա բացատրեմ։ Ես գրում եմ Freedom of the Net զեկույցը ամեն տարվա Հայաստանի ուրեմն ինտերնետային ազատությունների մասին։ Այդ զեկույցում բնականաբար կամայական արգելափակում ազդում է երկրի ռեյտինգի վրա։ Հիմա ես բնականաբար պետք է նշեմ, որ Հայաստանում արգելափակված են, արդեն պատերազմ չկա եւ այլն, բայց արգելափակման տակ են լրատվամիջոցները, թեկուզ եւ ադրբեջանական։ Հիմա լավ ու վատը ստեղ չի, սա զուտ մեխանիզմ է։ Ես ամեն բան ասելով պետք է հղում տամ, ես չեմ կարող որպես նաղլ պատմեմ, էլի։ Չկա հղում։ Այնտեղից խմբագիրը գրում է, ասում եմ, հղում տուր, ասում եմ, կարամ իմ հոդվածի վրա հղում տամ, որտեղ ուրիշ հղում չկա, ոչ մի հասարակական կազմակերպություն հարցը չի բարձրաձայնել։ Վերջը մի մասնագետի Twitter-ի թվիթի վրա եմ հղում տվել Մուրադյան Ռուբիկի, որտեղ ինքը այդտեղ գրել էր։ Ին վրա հղում դնելը մի քիչ այն որ Facebook-ում ինքդ քեզ լայքում ես, մոտավորապես տենց բաներ էլի ստացվում։ Ու սա շատ հարցերում է այդպես եղել։ Եվ այստեղ ուղղակի լրացնեմ, որ արձագանք չկա նաև միջազգային կազմակերպություններից, բնականաբար, այո, նաև դեսպանություններից։ Մենք հիշում ենք, որ տարիներ առաջ ցանկացած մի փոքր քայլ կարող էր վստահ լինել, որ հաջորդ օրը ԱՄՆ դեսպանությունը Եվրամիության պատվիրակությունը հանդես կգան շատ խիստ քննադատությամբ։ Այստեղ ակնհայտ աշխարհակահաղական խնդիր կա, քանի որ Հայաստանը հիմա այն կողմում մտածում են, որ կարող է եւ կուրսը փոխում է Ռուսաստանից դեպի արևմուտք, գերադասում են ինչ որ քննադատական հատվածը փոքրացնել։ Դա տրամաբանական երևույթ է, բայց այդ ամեն ինչը իրար գլխի որ կուտակվում է, բերում է նրան, որ ստացվում է, որ իշխանությունները բավականին հանգիստ կարողանում են ինչ որ օրինագծեր առաջ քաշել, որոնք առաջ եթե նախորդ ռեժիմի ժամանակ արվել, այս բոլոր մարդիկ, որ հիմա դա անում են, ես պատկերացնում ինչ հիստերիկայի մեջ էին լինել։ Հակակշիռների մասին խոսեցիր, ես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր հակակշիռ կարող է դառնալ մասնագիտական, հա, համայնքի արձագանքը, եւ տեղյակ եմ, որ հիմա գործընթաց է գնում լրատվամիջոցների ասոցիացիա նման մի մարմին ստեղծելու, որը փաստացի երբեք չի եղել Հայաստանում։ Մենք ունեցել ենք լրագրողական կազմակերպություններ, որոնք միավորել են անհատ մարդկանց, այստեղ փորձ է արվում ստեղծել մի մարմին, որ լրատվամիջոցները կկարողանան հանդես գալ միասնական դիրքերից։
Եվ կարծում եմ սա կարող է իսկապես հակակշիռներից մեկը լինել, կոպիտ ասած կարևորը քաղաքական բան չստանա, էլի։ Մեր մոտ ցավոք սրտի բոլոր այդ բաները վարի են գնում, որովհետև մեկ էլ սկսում են ինչ-որ քաղաքական հոսանքների հետևից գնալ։ Եվ ես կարծում եմ, որ նման մարմինների կարևորությունը նաև կարևոր է շատ մասնագիտական հարցեր քննարկելու համար, հա, օրինակ դարձյալ եթե խոսենք on-line լրատվամիջոցների մասին, որևէ ընդհանուր խաղի կանոններ չկան։ Օրինակ եթե մենք խոսում ենք գովազդի մասին, կարծում եմ, որ նման մարմինը լավ կլիներ, որ նաև նման հարցեր բարձրացներ, օրինակ եթե միավորում է 30, 40, 50 լրատվամիջոց, այդ մարդիկ փորձեն, չեմ ասում գներ սահմանեն, բայց օրինակ վերին շեմ, ստորին շեմ, հա, գովազդ վաճառելու, որ դու հասկանաս, որ դու գտնվում ես քիչ թե շատ միասնական դաշտում, որտեղ այսօր այն ինչ որ մենք ունենք, գիտես։ Դե բոլոր ոլորտներում այդտեղ ցավոք սրտի Հայաստանում իմ կարծիքով լուրջ ժողովրդավարություն չի զարգանա, մինչև որ չլինեն օրինակ արհմիություններ կամ նման մասնագիտական միություններ անկախ որտեվ մնացած ամեն ինչը շատ ժամանակավոր բնույթ է կրում եւ փաստացի քաղ հասարակություն բառից բնի աստով մեր մոտ չի ձևավորվում էլի Եվ ցանկանում եմ մեր զրույցի վերջին հատվածում նաև մեդիագրագիտության մասին խոսել, բոլորիս համար կարևոր ու ցավոտ հարց է եւ ես բնականաբար հետևում եմ քո գործունեությանը եւ նկատում եմ, որ հատկապես վերջին շրջանում հենց երբեմն ինչ որ sense ճարահացյալ, հա, ինչ որ բաներ ես գրում, որ այն բանը, որը, չգիտեմ, տարիների ընթացքում մարդկանց բացատրում ես, փորձում ես հասցնել, որ այս բանը պետք չի անել, որ հնարավոր չի $1 միլիոն շահել ինտերնետում եւ այլն, ցավոք սրտի ես հասկանում եմ, որ դա չի տալիս այն արդյունքը կամ չի տալիս այն ծավալի արդյունք, որը դու կցանկանայիր։ Գիտեմ, որ մեդիագրագիտության տարբեր նախաձեռնություններ կան մեծ եւ փոքր, բայց ցավոք կարծես երբ ընդհանուր նայում ենք, հա, մարդիկ ինչ են գրում Facebook-ում, ինչպես են դրսևորվում, ոնց որ մի ականջից մտնում է, մյուսից դուրս է գալիս։ Լուծում տեսնում ես։ Ասի, ես իրականում երկար այս մեդիագրագիտական տարբեր պրոյեկտների մեջ թաթախվելով, էլ խաղեր, էլ խաչ բառներ ենք սարքել նույնիսկ ուզում ասեմ։ Ես եկա շատ པարզ մի հատ, որը այդ միտքը պետք է առաջինը լիներ, բայց վերջինը եկավ ցավոք սրտի։ Եթե հասարակությունը գրագետ չէ, մեդիա գրագետ ինքը չի կարող լինել, այսինքն բազային գրագիտություն պետք է լինի։ Երբ որ մարդ հիմա տես, այն նիգերիական սպամը, այն ամենապրիմիտիվ, որը 90-ականներից գալիս է, այն որ նամակ է ստանում, որ ես ինչ որ Զիմբաբվեի թագավորի այրին եմ, ունեմ $850 միլիոն եւ գնաց, հա։ Ինձ թվում էր, որ դրա ժամանակները անցել են։ Այնքան պրիմիտիվ բան է։ Հիմա ինքը նորից վերեր կա ստանում ու լիքը մարդ ինձ գրում է ու գրում են սենց, էլի ինչ որ կասկածելի է թվում ու գրածից զգում ես որ մարդը հույս ունի, որ ես կասեմ, չէ, արխային գնա, միլիոնները քեզ սպասում են, ինչ ես խոսում, ինչն է այդտեղ կասկածելի։ Ու հետո օրինակ կամ օրինակ ուրիշ պրիմիտիվ օրինակ բերեմ Facebook-ան phishing-ը, որը 16 թվից օրինակ ադրբեջանցիք անում են ստաբիլ ու ոչ միայն ադրբեջանցիք, տարբեր թիմեր, որոնք ուղակի են գողանում էջերը առանց ինչ որ հակահայկական բանից ելնելով, ինչ են անում, բացում են ինչ որ Facebook-ի էջ, անունը դնում են Facebook page support, եսիմ ինչ։ Գրում են, որ ձեր էջը խախտել է ինչ որ կանոնները, եթե չեք ուզում որ արգելափակվի ձեր էջը, մտեք այս հղումով, ուրեմն լրացրեք ձեր տվյալները։ 16 թվից 24 թիվն է 8 տարի։ Ուրեմն 8 տարի ու ինչ որ մարդիկ կան, որ Messenger-ով ինձ գրում են, այսինքն բան ա եկել, այս լուրջա, այսինքն բան ա։ Այդ մարդկանց ասում եմ մի հատ նայեք ձեր գրածները ինձ։ Իրանք ուղարկում են ինձ նույն բանը, ուղղակի տեքստը մի քիչ փոխվել, հասկանում ես։ Նույն սկզբունքով phishing-ը բառերն են փոխվել, հայերեն, ռուսերեն, անգլերեն, բայց լրիվ նույն բանն է։ Ու այստեղ մենք գալիս ենք շատ པարզ մի բանի։ Դպրոցում երեխեքին չեն սովորացնում մտածել։ Սովորացնում են անգիր սովորել, հետո այդ անգիրների թեստեր հանձնել ու տենց ավարտել։ Եթե մարդ չի սովորում մտածել, ընդհանրացնել, իր համար
Գազանանոցի ժիրաֆը ու Աֆրիկայի ժիրաֆը երկու տարբեր երևույթներ են, որտեղ այս մեկը ոնց է, վանդակի հետևն է, այս մեկը սավաննայում է, ուրեմն ինչ որ տարբեր կենդանիներ են, հա։ Մարդկանց պետք է սովորացնել մտածել։ Եթե մարդ սովորի ինքնուրույն մտածելը հեշտ բան չի։ Իրականում ինքը նույն ձևի, նույնիսկ ավելի դժվար, մարդ պետք է մարզվի։ Երեխեքը շատ հաճախ դպրոցում ասում են մաթեմատիկների սա պետք է, ասենք, այնօրն այն ցուցատարի ինչ որ գրաֆիկ ֆունկցիայի բանը մինիմում, ասում ես ինչի սա պետք, կյանքում ես սա չեմ օգտագործել։ Բայց եթե դու դա կարողանում ես ինքնուրույն մտածել ու դա անել, քո մտածողությունը կարողանում է նաև այս ամեն ինչը տարբերել։ Եթե չկա, եթե դու ամբողջ կյանքդ մենակ սովորել ես հայոց պատմությանը թվերը, որ հետո գրես թեստում, քեզ ամեն նոր մի ֆիշինգ, նոր երևույթ է լինելու, դու անընդհատ քաշվելու ես։ Հենց որ մեզ մոտ պետք է ամբողջ կրթական համակարգը ուղղակի sense լապատկով խառնել, էլի, եթե դու չսկսես երեխեքին սովորացնել մտածել, իսկ այսօր ոչ միայն կրթական համակարգը դա չի անում, ինքը դա դեմ է, դասատուների մեծ մասը երեխեքին պատժում են սեփական կարծիք հայտնելու համար։ Չէ՞, տենց է, ամբողջ համակարգ ստեղծված է, այլանդակ քեզով թույլ տվեց ինչ որ կողքից միտք հայտնել, ոնց ասել եմ, տենց էլ պետք է կրկնես։ Այդ տենց այդ այլանդակը մեծանում է ու քաշվում է հետո, որովհետև դասատուն իր ամենամեծ թշնամին է եղել, փոխանակ լինել ամենամեծ օգնական։ Հուսանք, որ կունենանք ավելի գրագետ եւ հետեւաբար, ինչպես ասացիր, ավելի մեդիագրագետ հասարակություն։ Եվ դա ես կարծում եմ նաեւ, երբ որ մենք դժգոհում ենք նրանից, որ մենք չունենք բավականաչափ որակյալ մեդիա, կամ այն, որ մենք վատ սերիալներ ունենք հեռուստատեսությամբ, դա եւս գալիս է նրանից, որ հեռուստատեսությունն ու մեդիաները իրենք հասարակությունից անկախ չեն ապրում, հա, իրենք ապրում են այդ հասարակությունում։ Իհարկե, դա լրագրողը կյանքում ոչ մի գիրք չի կարդացել, խմբագիրն էլ գիրք չի կարդացել, իրանք երկուսով շատ լավ իրար սազում են ու ստեղծում են այդ անհավանական նորությունները, որ կարդում ես չես հավատում, որ սա մարդ է գրել, էլի, արհեստական բանականությունը ավելի լավ է գրում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մերսի։